Несколько дней назад поступило. Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը Նիկոլ Փաշինյանն ըստ էության մեղադրում է անհեթեթություններ դուրս տալու համար։ Ազար ներողություն, բացարձակ անհեթեթություն։ Վարչապետն անհեթեթություն է անվանում ռուսական արտաքին հետախուզության այն պնդումը, որ Հայաստանը ցանկանում է ներկրվող ռուսական ցորենի առնվազն մի մասը փոխարինել ուկրաինականով։ Հայերը քաղաքական նպատակներից ելնելով ցանկանում են պոկվել Մոսկվայից եւ իրենց անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերել Ուկրաինայից, սակայն խնդիրն այն է, որ ուկրաինական ցորենը մոտ 50% թանկ է։ Ըստ նույն աղբյուրի Երևանը մտադիր է գների տարբերությունը փոխհատուցել Եվրամիության միջոցներով։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 20 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր բացառվածա, որ էսկալացիա չի լինելու եւ այլն եւ եկեք չմտնենք էլի այդ դաշտեր արտաքին հետախուզական ծառայությունը ինչ չմտնենք շնորհակալություն։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տեղեկատվությունը երբեք անհիմն չի լինում։ Փաշինյանին կտրուկ է հակադարձել Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչ վերաբերում է արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն լինում։ Սա առաջին հերթին։ Մենք շարունակում ենք զարգացնել եւ մեր երկկողմ գործակցությունը եւ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացները։ Մենք կշարունակենք դա անել։ Դուք գիտեք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Մենք երկկողմ գործակցության օրակարգում ունենք բազմաթիվ հարցեր։ Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի։ Мы надеемся, что это сотрудничество будет продолжено. Ռուսաստանից ցորեն գնելու մտքից Հայաստանը երբեք չի հրաժարվի։ Պեսկովի այս հայտարարությունից հետո վստահեցրել է Փաշինյանն ու պնդել, որ Հայաստանը շարունակելու է ցորենի այլ շուկաներ փնտրել։ Էլովա ցորեն վաճառում, կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք, ինչ ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Չի լինելու այդպիսի բան, որովհետև Փաշինյանի բառերով ամուսնություն չէ, ցորեն առնելը։ Այսինքն ես էլի բան ցորեն առնելը ամուսնությունն է, հա, որ էլի մենք այդ ռեժիմը ես չեմ հասկանում, որ բանը տերես ворթյակա տերես հնազանդ է, տենց հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ եզրասի օրհնությամբ տենց հարաբերության չենք մտել։ Ինչու՞ է պրոբլեմ, ես տենց չեմ կարող հասկանալ։ Պրոբլեմ չի տեսնում Փաշինյանը հատկապես ադրբեջանական ճանապարհներով Հայաստան-Ղազախական ցորենի մուտքից հետո։ Տնտեսվարողները տեսել են այլընտրանքային ճանապարհ, որոշել են գործի անցնել ու ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ կարգի ցորեն է մտել Հայաստան, ասում է Փաշինյանը։ Այսօր ես չեմ ուզում թաքցնել մեր առաջարկներ կան Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են կարող է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք գինը ասեք, գինը հետաքրքիր կլինի, հա գին որակ բնականաբար։ Հետաքրքիր չի լինի, կասենք չէ, հետաքրքիր չի։ Ինչու՞մ է պրոբլեմը։ Իդեպ, երբ Ադրբեջանի տարածքով առաջինը Հայաստան հասավ ռուսական ցորենը, մեր երկրում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները ակտիվ հանդիպումներ սկսեցին քաղաքական վերնախավի հետ։ Երեքշաբթի նրանք հանդիպել են Փաշինյանի հետ։ Վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանում Ռուսաստանի դիրքերի վերականգնումը խիստ անհանգստացնում է եվրոպացիներին։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։